Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ու դիվանապետ Գարեգին Արսենյանի գործով նիստը։ Արագածոտնի թեմի կարգալույց քահանաներ Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը նիստին մի փոքր ուշացած ներկայացան։ Նախկին Տեր Արամն ու Տեր Թադեն տուժող են ճանաչվել։ Նախքան գործին անդրադառնալը դատարանը քննեց 3 ամիս 11 օր անազատության մեջ պահվող Մկրտիչ Սրբազանի խափանման միջոցի հարցը։ Հանրային մեղադրողը միջնորդեց Սրբազանի կալանքը երկարաձգել ևս 3 ամսով։ Ըստ մեղադրողի կալանքը պետք է շարունակվի, քանի որ մեծ է գործին խոչընդոտելու ռիսկը։ Գործով անցնում են անձին, ում հետ մեղադրյալը գտնվում է որոշակի փոխհարաբերությունների մեջ, մասնավորապես եկեղեցական կանոնների վրա հիմնված եւ արդեն ձևավորված կանոն հարաբերությունները անի եկեղեցական կանոնակարգով հաստատված վերադաս հոգեվորական։ Հետևաբար գտնում ենք, որ մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանմիջոցը անհրաժեշտ է երկարաձգել։ Սրբազանն ինչպես պետք է խոչընդոտի գործին կամ ազդի Ստեփան Ասատրյանի ու Արամայիս Թախմազյանի վրա, երբ նրանք հոգեվորականներ չեն, հարցրին Մկրտիչ Պռոշյանի պաշտպանները։ Նրանց խոսքով կարգալույց եղած հոգեվորականներն ու նրանց ընտանիքի անդամները հոկտեմբերից պետական բյուջեի հաշվին հատուկ պաշտպանության ներքո են։ Փաստարկը, որ նրանց նկատմամբ պաշտպանության միջոց է կիրառված, դուք պետք է տեսնեք առերեսությունների մի շքախմբով նրանց։ Ոստիկանական այն խումբը, որ իրենց է ուղեկցում, նույնիսկ իրենց գործընկերներին թույլ չեն տալիս մոտենալ տուժերներին, ու մնաց, ասենք, Սրբազանը հայտնի ազատության մեջ գործի ինչ-որ խոչընդոտ։ Հետևաբար դուք էլ չեք կարողանում ապաժանաբար, հիմա ամբողջ ես ոնց կարողացնի, որ իրանք պաշտոնապես կանոնների համաձայն չեն համարվում, այլևս թեմի հոգեվորականներ, կարգալույց ասեն, բայց գնացել են այդ ձեր պատկերացման մեջ աշխատում է, ինչ են աշխատում, ում ենթական են, և ենթակա համարում են արդյոք, որ մկրտիսակալվան են, թե չեն համարում։ Վատաշար դատարան, եթե պատկերացեք, աշխատանքային հարաբերություն չի, բայց եթե մեկին աշխատանքից ազատել է իրավաբանական կապությունից, նա չի ենթարկվում, չէ՞ այլոցի վերադաս երամանների, եթե նա չի աշխատում։ Տվյալ դեպքում հոգևոր կարգավիճակից զրկված է, նա այլևս պարտավոր չէ ենթարկվել հոգևոր վերադաս իշխանությանը, ավելին փաստացիչները ենթարկվում։ Պաշտպանները դատարանի ուշադրությունը հրավիրեցին նաև կարգալույց քահանաների վարքագծի վրա, պնդելով, որ խոչընդոտն առաջացնում են նրանք, որ եկել զավթել են եկեղեցին ու չեն ենթարկվում անգամ վեհափառի կարգադրություններին։ Եթե ամենաբարձր հոգևորականի կաթողիկոսի որոշումը չեն ընդունում, ինչպես պետք է ազդվեն եպիսկոպոսից։ Նախաքննական մարմինը հոկտեմբերին Սրբազանին կալանավորելու հիմնավորման մեջ նշել էր, որ ազատության մեջ մնալով նա կազդի վկաների վրա, այնինչ դատարանում պարզվեց, որ գործով վկաներ չկան։ Փաստաբանների պնդմամբ մեղադրանքը շինծու է և դատարանը պետք է ընդհանրապես որևէ խափանման միջոց չկիրառի Սրբազանի նկատմամբ։ Սիրելի բարեպաշտ հայորդիներ, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է 2 հոդվածով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով և հավաքներին մասնակցելուն հարկադրելը։ Ստեփան Ասատրյանն էր հանրայինի եթերում բողոքել, որ Մկրտիչ Սրբազանն իրեն պարտադրել է ցույցերի մասնակցել։ Այսօր պատասխանելով պաշտպանների հարցադրումներին, Ասատրյանը նախ անդրադարձավ իրենց անվտանգությունն ապահովելու հարցին։ Մենք ունենք լուրջ պատճառներ, որ պետությունը պիտի մեզ անվտանգություն տրամադրել, որովհետև այստեղ հնարավոր է, որ վնասվեր ոչ միայն ես, այլ նաև իմ ընտանիքը և նաև ինձ հետ ուժող Տեր Թադեի ընտանիքը։ Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը ևս մեկ անգամ պնդեցին, որ կարգալույց չեն և համաձայն չեն պաշտպանների պնդման հետ, որ իրենք կապ չունեն եկեղեցու հետ։ Եթե անգամ ընդունենք մեր կարգալույցությունը, դա դեռ չի զրկում մեզ հայ առաքելական եկեղեցու ուրեմն զավակին է և կարգալույցությունը դեռ չի նշանակում առհասարակ հայ առաքելական եկեղեցուց լինել դուրս և որոշողը կարծում փաստաբանը չպետք է լինի, մենք հայ առաքելական եկեղեցու անդամ ենք, թե ոչ։ Այստեղ փաստաբանը շեշտեց, որ այս մարդիկ հաշվի չեն առել ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը, ես ինքս անձամբ ուզում եմ շեշտել, որ ես հաշվի եմ առել ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը, համարում եմ ամբողջությամբ ապօրեն կարգալուծություն, նախ եթե ինքը որևէ օրինական հիմք լիներ, անձամբ ես որևէ հաստատող մայրաթորի պաշտոնյական որևէ տեղից չեմ ստացել։ Եթե իրենք շեշտում են, որ ունի օրենսդրություն եկեղեցին, ինչի վրա կներեք շատ խիստ են կասկածում, կա
անձիկը մահաճույք եւ ինչպես կամենում են այդ բանի որոշում են։ Կարգալույց քահանաներն ասացին, որ թեմի վարչական խորհուրդն իրենց աշխատանքը խոչընդոտում է, բայց չպատասխանեցին հարցին՝ սրբազանն ազատության մեջ կարող է ազդել իրենց վրա։ Իրենց խոսքի մեջ որևիցե մի տեղ նույնիսկ ակնան չեղավ, որ Մկրտիչ սրբազանը կարող է ազդել իրենց ցուցմունքների վրա։ Լսելով կողմերի կարծիքները դատարանը գնաց խորհրդակցական սենյակ, որտեղից վերադառնալով որոշեց 1 ամսով երկարաձգել Մկրտիչ սրբազանի կալանքը։ Դատարանը վերացրեց բոլոր սահմանափակումները, մինչև այս կենտրոն քրեակատարողական հիմնարկում պահվող սրբազանին տեսակցելու հնարավորություն ուներ միայն մայրը։ Այնուհետև դատարանը 1 ամսով երկարաձգեց Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանի տնային կալանքի ժամկետը։ Նիստն ավարտվեց, իսկ Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ հեռացան, անտեսելով լրագրողների հարցերը։ Ձեր անվտանգության աշխատակիցները ինչի՞ց են ձեզ պաշտպանում։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։